Սրբով ավետարանիս Իսուսի Քրիստոսի որստովանու, դերն մեր Իսուս Քրիստոս, զադիգի դոնիմ, մինչ Իսուս Երուսաղեմ գկտնվեր, շատեր հավատացին իրեն, և դեսան անոր կործած հրաշքները, սակայն Իսուս զինք չեր վստահեր անոնց, որովհետև բոլորն ալ կճանչնար, և պետք չուներ ովևէ մեկուն մասին ուրիշին վկայության, քանի ինք գիտեր, թե ինչ կա մարդոց սրտին մեջ։ Նիկոդեմոս անունով փարիսեցի մարդ մգար, հրյա իշխանը, որ գիշերով Իսուսի քով եկավ և ըսավ անոր. «Վարդապետ, գիտենք, որ տուն Աստուծո կողմ է ղրկված ուսուցիչ մնես, որովհետև ոչ ոք կրնա գործել քու կատարած հրաշքներդ, եթե Աստված անոր հետ չլա»։ Իսուս պատասխանեց անոր. «Լավ գիտիր, որ եթե մեկը վերստին չծնի, չի կրնար տեսնել Աստուծո արքայությունը»։ Նիկոդեմոս հարցուց անոր. «Ձեր մարդը ինչպես կրնա ծնիլ, կարելի բան է, որ անգրգին մտնե իր մոր որովայնը և ծնի»։ Իսուս պատասխանեց. «Հաստատ գիտիր, որ եթե մեկը ջուրեն և հոգիեն չծնի, չի կրնար Աստուծո արքայությունը մտնել, որովհետև մարմինեն ծնածը մարմին է, իսկ հոգիեն ծնածը հոգի։ Տուն մի զարմանար, որ քեզի ըսի թե պետք է վերստին ծնիք, հովը ուր որ ուզե կփչե, տունանոր ցայնը կլսես, բայց չես գիտեր, թե ուր գեկուկա և ուր գերտա։ Նույնպես են բոլոր անոնք, որոնք հոգի են կծնին»։ Նիկոդեմոս հարցուց. «Ինչպես կրնա պատահել ադիգա»։ Իսուս պատասխանեց. «Տուն որ Իսրայելի ժողովուրդին վրա ուսուցիչ կարգված ես, ադիգա չես գիտեր, լավ գիտիր, թե ինչ որ գիտենք կխոսենք, և ինչ որ տեսանք անոր մասին կվկայենք, բայց մեր վկայությունը չկընդունիր։ Եթե երկրավոր բաներու մասին խոսեցա ձեզի, և չեք հավատար, ինչպես պիտի հավատաք ինձի, եթե երկնավոր բաներու մասին խոսեմ»։